Ողջույն, սիրելի հայրենակիցներ, ներսես շնորհալի, պատրաստ եք ընթերցանության, թե ոչ։ Դե ինչ, ներսես շնորհալի, ամենայն հայոց կաթողիկոս, ծնվել է 1102 թվականին, եթե չեմ սխալվում, պատմիչ, բանաստեղծ, երգահան, աստվածաբան, հոգևորական, բայց ամենակարևորը պատմիչ։ Երբ հոգևորականն ու պատմիչը միասին են, դու վստահում ես նրա խոսքին, որտեղ այսօր շատերն ինձ ասում են, մեր պատմությունը փոխել են։ Այդ պատմիչները մի քիչ sense ավելի գունեղ են գրել, ճշմարտության այդքան էլ չի համապատասխանում նրանց գրածը։ Լուրջ։ Ուզում եք ասեք, ես իմ զոհված հայրենասեր հորը չհավատամ այն ինչ ինքը ինձ փոխանցել է, չհավատամ ներսես շնորհալուն, չհավատամ մեր հերոսների խոսքերին, չհավատամ Եղիշե պատմիչին, հավատամ ձեզ, Նիկոլներ, որ այսօր փորձում եք փոխեք մեր պատմությունը, փոխեք իմ ինքնությունը եւ ինձ համոզում եք, դուք ախր ցավալին է, որ դուք հավատում եք, ես խղճում եմ ձեզ ավելի շատ, քան իմ մեջ կա ինչ-որ չարություն ձեր հանդեպ, ես խղճում եմ ձեզ, որ դուք հավատացել եք մի ստի եւ այնքան շատ եք հավատացել այդ ստին, որ փորձում եք ինձ էլ համոզեք, որ իմ պատմությունը, այն ինչ որ կա մագաղատների մեջ գրված եւ Փառք Տիրոջը այսօր աշխարհաբարով էլ կա, շնորհալու գիրքը, որ ես կարող եմ կարդալ հասկանալ, որովհետեւ ցավոք սրտի չեմ տիրապետում հին հայերենին, այսինքն մաքուր ճիշտ հայերենին, ցավոք սրտի այն լեզվին, որ պատարակն է այսօր հնչում, բայց կան նման գրքեր, որ ես կարող եմ կարդալ եւ կիսվել ձեզ հետ, ինչու ոչ, սիրելի հայրենակիցներ։ Այս վերջերս մի քանի դրվագով կիսվեցի պապայիս մասին, հայրս զոհված ազատամարտիկ է 90 թվականին, կամավորական է եղել եւ մեր լսարանում կան մարդիկ, ովքեր հենց հորս հետ կռվել են, ում հետ ես ունեմ կապ, ովքեր անձամբ հորս ճանաչել են, եւ իմ հայրը ինձ որոշ արժեքներ է փոխանցել, իհարկե հայրենասիրական, ցավոք սրտի ես նրան շուտ եմ կորցրել 11 տարեկանում եւ հայրս չի հասցրել ինձ փոխանցել շատ արժեքներ, որ ես շատ կուզենայի։ Եվ այսօր դուք ինձ մեղադրում եք ու ասում եք, որ հորդ պատիվը բարձր չես պահում, որ Նիկոլին ղեկավարած ձևին անուն ես կպցնում։ Էլի եմ կրկնում, Նիկոլի անձի մասին չի ստե խոսքը եւ ԿՊԱ-կանների անձի, միգուցե իրանք լավ մարդիկ են իրանք ընտանիքների համար, նրանց վարած քաղաքականությունը ինձ համար դավաճանություն է, մի բառով, հա, այսպես ասեմ, եւ դեզան շատերը ինձ մեղադրում եք, որ ես հորս պատիվը բարձր չպահեցի, ինձ համար ինչ խոսք շատ ցավալի է, որ կան մարդիկ ընդհանրապես, որ հորս հայր բառը տեսնում եմ, արդեն այդ ինձ համար ցավոտ է եւ գիտեմ, որ դուք հատուկ եք անում, որ ինձ ցավացնեք, այնպես չի, որ դուք ուզում եք հայապաշտպան ինչ-որ գործանեք, մեղադրում եք, որ ես իմ անցյալով, որ ես իմ արվեստով հորս անունը բարձր չեմ պահել, իհարկե ես ինքս էլ շատ ամաչում եմ իմ անցած ճանապարհից, այնպես ինչպես որ ներկայացել եմ ես իմ տեսահոլովակներում եւ եղել եմ օտարամոլ, ես ինքս չեմ հպարտանում իմ որոշ քայլերով եւ միշտ ապաշխարում եմ եւ Քրիստոս ներողամիտ է եւ Քրիստոս ինձ ներում է եւ ես կարիքը չունեմ որպեսզի դուք ինձ ներեք, հա, եթե Քրիստոս ինձ ներում է, ապա դա մեծ թեթևություն է եւ մեծ հույս է, կարեկցանքը Քրիստոսի եւ ներողամտությունը, որպեսզի ես շարունակեմ ապրել այնպես ինչպես ինքն է ուզում, այնպես որ ոչ թե նայեք մարդու բառերին, այլ նայեք նաեւ մարդու արած աշխատանքին, թե մարդ ինչ է անում։ Ես ընդամենը 3-ից 4 տարի է ինչ ապաշխարել եմ եւ հաճախում եմ առաքելական եկեղեցի, միջև դա ես ինչ չէի համարում առաքելական եկեղեցու անդամ, մինչև դա եղել եմ աղանդավոր, շատերը գիտեք, կյանքի խոսք եկեղեցու եմ եղել երիտասարդ ժամանակ 18 տարեկանում, հիմա ես 46 եմ արդեն եւ եղել եմ նաեւ New Age-ի մեջ, այսինքն այդ բուդդիստական փիլիսոփայություն, որտեղ կա մեդիտացիա եւ, չգիտեմ, չակրաներ ու ինչ մի ապուշություններ, որ այսօր շատ տարածված ամբողջ աշխարհում, դրա մեջ եմ խորացած եղել եւ Փառք Տիրոջը, որ Քրիստոս ինչ ասեմ, ողորմած ինձ եւ ընդունեց ինձ իր ընտանիք։ Փառք Տիրոջը մեր առաքելական եկեղեցու համար, որ ես գնացի առաքելական եկեղեցի եւ օգնություն խնդրեցի եւ եկեղեցին ինձ օգնեց։ Ու գիտեք ոնց օգնեց, ինքն ինձ սկսեց տալ գրքեր, մեր սրբերի գրականությունը, պատմություն, Եղիշե, Մանդակունի, Այգեկցի, այսինքն ինչքան էլ այսօր մենք մեր եկեղեցուն անուն ենք կպցնում, ավելի ճիշտ եկեղեցու ծառայողներին փորձում ենք վարկաբեկել, գիտեք
այն մարդիկ, ովքեր վարկաբեկում են եկեղեցու ծառայողներին, դուք ուղակի ծիծաղելի եք։ Ես ձեզ խղճում եմ, ես ձեր համար աղոթում եմ, լուրջ եմ ասում, որովհետև եթե դու իրոք սրտանց գնում ես եկեղեցի, եկեղեցին քեզ այնքան գրկաբաց է ընդունում, բայց եթե դու գնում ես այդ եկեղեցու վրա ինչ-որ կեղտ մանգաս, այդ ժամանակ դու կհանդիպես նրանց այդ դասատուին, այն փեդին, հա, այն կանոնին։ Այսինքն պիտի շատ մաքուր սրտով դու գնաս եկեղեցի, եւ երբ որ դու իրոք գնում ես քո հորտում եւ խնդրում ես օգնություն, այնտեղ քեզ հոգեվոր այրերը օգնում են եւ այնքան ճիշտ գրականություն են տալիս, որ երբ որ դու ծանոթանում ես քո պատմության հետ, առաքելական ուսմունքի հետ, քո ինքնության հետ կապը հաստատում ես, դու հասկանում ես, թե եկեղեցին դարեր շարունակ ինչ կարևոր գործ է արել քո ժողովրդի համար։ Այդ ժամանակ ես մենակ հասկանում։ Իսկ սա այն մարդկանց ի պատասխան, ովքեր ասում են գնացել ես Միացյալ Նահանգներ, փախել ես Միացյալ Նահանգներ, դավաճանների հետ մենք չենք խոսում։ Լուրջ եք ասում։ Ուզում եք ասեք ամբողջ Սփյուռքը դավաճան է, ու Նիկոլը դավաճան չի, որ հանձնեց Արցախը։ Երեխեք ջան, ձեր արժեքները շեղել են, ու ես ձեզ ասում եմ, զգուշ եղեք, որովհետև դա շատ վտանգավոր է։ Սփյուռքը տարիներ շարունակ օգնել է հայրենիքին։ Սփյուռքեր Շարլ Ազնավուրը, Սփյուռքեր Քրքորյանը, այսինքն ձեզ համար շատ հեշտ էր քրքի փողերն ուտել, բայց Քրքորյանին համարել դավաճան։ Սփյուռքը պատերազմի ժամանակ միլիոնավոր դոլարներ է ուղարկել մեր երկրին, բայց ցավոք սրտի այդ դոլարները տենց էլ տեղ չհասան։ Մենք էլ արտիստներով էստեղից լիքը գումար ենք ուղարկել 150,000 $-ի չափով, եւ տենց էլ չիմացանք այդ գումարը հասավ տեղ թե չէ։ Ես համոզված եմ, որ տեղ չի հասել։ Այսինքն Սփյուռքը ինքը միշտ փորձել է օգնի, եւ չիմանաք, թե Սփյուռքի կյանքը այստեղ շատ քաղցր է։ Չարաչար սխալվում եք, որ այստեղ Սփյուռքի կյանքը շատ հեշտ է ու քաղցր։ Այսինքն Սփյուռքի նախարարությունը փակելով ձեր կարծիքով Սփյուռքը լռելու է, հա, հարց չեք տալիս դուք ինքներդ ձեզ ինչի է Սփյուռքի նախարարությունը փակված այսօր, ինչու այսօր չկա այդ ինստիտուտը, որ ինքը շատ ուժեղ օգնում էր։ Գիտեք ինչի, որովհետև Սփյուռքում դեռ կան հայրենասերներ, ավելի հայրենասերներ, քան հայրենիքում։ Այսօր ինձ ասում եք դու մի խոսա Սփյուռքից, բա ով խոսա։ Եթե ես տեսնեմ, որ դուք Հայաստանում խոսում եք եւ ձեզ տալիս են խոսելու իրավունք, որովհետև Հայաստանում այսօր չկա խոսքի ազատություն, ես այստեղից չեմ խոսի։ Բայց երբ որ ես տեսնում եմ, որ հայրենիքում քիչ են խոսացողները, նամանավանդ արտիստները, նամանավանդ գիտակից մարդիկ, նամանավանդ մտավորականները, ես ինձ իրավունք եմ վերապահում խոսել սիրելի հայրենակիցներ։ Սփյուռքը ինքը շատ հզոր ուժ է եւ ջհուդները դա հասկացել են։ Ով ստեղծեց Իսրայելը։ Սփյուռքում ապրող եվրեյները, սիրելիներս, Սփյուռքում ապրող եվրեյները։ Դուք գիտեք, որ Իսրայել պետություն չի եղել, այս վերջերս է ստեղծվել։ Ոնց ստեղծվեց, այդ մարդիկ ցվրված էին ամբողջ աշխարհով։ Նրանք միաբանվեցին, նրանք իրենց ինքնությունը միշտ պահել են, իրանք միշտ իմացել են, որ իրանք չգիտես ինչի ընտրված ժողովուրդ են, այնինչ քրիստոնյաներն են ընտրված, եթե ընդունում ես Քրիստոսին, այդ մարդիկ իրենց ինքնությունը այնքան ուժեղ պահեցին եւ իրանք երեխաներին փոխանցեցին ամեն անգամ այդ տոնակատարությունը անելով, գիտեք, երբ որ չափահաս տղան դառնում ջհուդ, ինքը անցնում է մի հատ քնությունով, ինքնության քնություն է տալիս եւ իրենք ցվրված լինելով ամբողջ աշխարհով վերադարձրեցին իրենց պետությունը, ճիշտ է, միգուցե վատ քայլերով վերադարձրեցին եւ մինչեւ այսօր ամբողջ աշխարհի կյանքն ուտում են, բայց այդ մարդիկ իրենց պետությունը վերադարձրեցին Սփյուռքի շնորհիվ, այսինքն Սփյուռքը ինքը շատ հզոր ուժ է, սիրելի հայրենակիցներ, տենց մի ազատ ասեք, որ Սփյուռքում ապրող հայերը դավաճաններ են, լուրջ եք ասում, հարցաստեղ ովքեր են դավաճանները Հայաստանում ապրող։ Էլ չասեմ Սփյուռքի եկեղեցու մասին, ինչքան միաբանված է, ինչքան հայկական եկեղեցիներ կան, եւ ես միայն Հայաստանի Միացյալ Նահանգների մասին չեմ խոսում, ես խոսում եմ Եվրոպա, Ռուսաստան, մենք ունենք շատ եկեղեցիներ եւ Սփյուռքը շատ, ինչ ասեմ, շատ հայապաշտպան գործ է անում։ Միշտ ես ամբողջ պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո կես բերան իմ հետևորդներին, ովքեր Սփյուռքում ապրել են, ասել եմ սիրելի հայրենակիցներ, մերոնք օգնության կարիք ունեն, առանց վարանելու իրենց վերջին կոպեկը Սփյուռքը տալիս է, որպեսզի դուք այդտեղ մի քիչ ձեզ ավելի լավ զգաք։ Մենք գիտենք, որ հերվում ապրելը սխալ է եւ մենք պետք է լինենք մեր հայրենակիցների կողքին Հայաստանում, մենք դա շատ լավ հասկանում ենք, մենք տուպոյ չենք։ Բայց կյանքը այնպես է դասավորվել, որ մենք դարձել ենք Սփյուռք, բայց մենք չենք դադարում լինել հայ, որովհետև ես ձեզ ասել եմ, հայը դա արյուն չի, հայը դա գաղափար է, դու գաղափարով ես հայ եւ ոչ թե արյունով։ Դու պիտի գաղափարով մնաս հայ, նույնիսկ եթե դու ապրում ես հեռվում, ավելի դժվար է, իդեպ ասեմ, գաղափարով մնաս հայ։ Չնայած երբ որ ես գալիս եմ Հայաստան, իմ մոտ հենց օդանավակայանից մի տեսակ սենց անդարտ վիճակ է իջնում ինձ վրա, այնքան հետաքրքիր է, չգիտեմ, միգուցե իմ հայրենի հողն է, ես հանգստանում եմ հայրենի հողից վրա, բայց երբ որ տեսնում եմ, որ ժողովուրդը այդքան անտարբեր է,
Մի տեսակ ասում եմ Աստված ջան, մենք Միացյալ Նահանգներում ավելի շատ ենք հայրենիքի փրկության մասին մտածում, թե ինչ պիտի լինի վերջը, քան երբ որ դու գալիս ես մտնում ես այդ հողի վրա։ Մի տեսակ խաղաղություն ա իջնում քեզ վրա ու ապահովություն, որտեղ Միացյալ Նահանգներում ինչքան էլ կյանքդ ապահով ա, ֆիզիկական, հա, այդ ֆինանսական, հոգեպես դու այդ խաղաղությունը չունես, երբ որ դու ոտքդ դնում ես հայրենի հողիդ վրա, հողդ ոնց որ քեզ պաշտպանի, լուրջ եմ ասում։ Դուք երանելի եք, որ դուք ապրում եք հայրենիքում, սենց ասեմ, սիրելի հայրենակիցներ, երանելի։ Իսկ ինչ վերաբերվում է, թե ով է ինձ օգնում, որպեսզի ես մնամ հայ, կապվեմ իմ ինքնության հետ ու ավելի շատ հայ լինեմ, քան երբ ես Հայաստանում էի ապրում, առաջինը դա իմ առաքելական եկեղեցին է, որ ինձ միշտ օգնում է, իր պատարակներով, իր գրականությամբ, ինչ ասեմ, իր միաբանությամբ, Քրիստոսի եկեղեցին ինձ միշտ օգնում է այստեղ, եւ իհարկե ինձ օգնում է սրբերի գրականությունը, հայոց պատմությունը, այն ինչ ես հետաքրքրված չէի իմ հայրենիքում, չգիտես ինչու, չգիտեմ, տարիքից էր, ինչից էր ես հետաքրքրված չէի, օտարամոլ էի, բայց երբ եկա եւ սկսեցի օտար երկրում ապրել, ավելի խոնարհվեց սիրտս։ Եվ այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսվեմ ներսես շնորհալու գրքից։ Եթե չեք կարդացել, մնացեք ինձ հետ, եթե կարդացել եք, կարող եք չմնալ։ Ուրեմն մեր հայրենիքը դժվար իրավիճակի մեջ է եւ քոչվոր ցեղերը հարձակվել են մեզ վրա եւ շնորհալին օգնություն է խնդրում աշխարհի բոլոր քրիստոնյա երկրներից, այսինքն այս այն ժամանակաշրջանն է, որ քրիստոնեությունը նոր ընդունել են եւ ամբողջ աշխարհով տարածվում է եւ շնորհալին օգնություն է խնդրում բոլոր քրիստոնյաներից։ Ողբացեք եկեղեցիներ, հարսներ երկնային առագաստի, քույրեր եւ եղբայրներին սիրելի, որ կաք աշխարհի բոլոր կողմերում, քաղաքներ եւ գյուղեր անխտիր, աշխարհի ազգեր եւ ցեղեր։ Հավատացյալներ Քրիստոսի, նրա խաչին երկրպագողներ, նախ եւ առաջ ձեզ եմ ձայնում արփիափայլ եւ հրաշալի, որ 4 կողմով նման եք երկնավորի, երկրում հաստատված աթոռների, որ աստվածային բխումն եք Ադենի աղբյուրների, որոնցից են ձեր քարավտակ հորդահոս գետերը, որոնք գնում են ոռոգելու տիեզերքը խոսքի ավետաբեր բխումով, ինչի մասին պատմում են աղերսովլի, դուք լսեցեք ձայնը լացիս, լացումա հայը։ Երուսաղեմ երկնավոր, թագավորի մեծ քաղաք, որտեղից օրենքը եւ մարգարեները աղբյուրաբար բխեցին աշխարհի համար, որտեղից հոր միածին որդին ծագեց որպես լույս անճարելի եւ ինձ երանություն ընծայեց, բոլոր քաղաքներից ավելի վաղ, մենք շուտ ենք չէ ընդունել, ավելի վաղ ենք ընդունել քրիստոնեությունը, քանզի ես առաջինն էի, որ հավատացի որդուն հոր հետ դավանեցի, այլապես չէի հանդգնի ինձ քեզանից բարձր համարել, Երուսաղեմի հետ ա խոսում։ Քո մեջ սպանեցին Տիրոջը խաչի վրա, ես հեռվից երկրպագեցի, թեպետ եւ այժմ մի հոգի դարձած երկրպագում ենք նրա խաչին, նայեք, այստեղ ինքը նշում է, որ մենք մի հոգի դարձած երկրպագել ենք նրա խաչին, բայց դու լսիր ով սիրելի, տարագրիս աղաղակը, եղիր մխիթարող ցավակից եւ ցույց տուր ինձ դեղ խորտակված սրտիս համար։ Հիմա Հռոմինա դիմում, եւ դու Հռոմ քաղաքների մայր, գերապայծառ եւ պատվելի, բոլոր քրիստոնեություն են ընդունել, մեծ աթոռդ Պետրոսի, առաքյալների գլխավորի, եկեղեցի տան Սասան, այսինքն եկեղեցիներին ահա դիմում, կեփայական վիմի վրա շիմված, դժոխքի դռների վրա անհաղթ կանգնած որպես երկնային բացողի կնիկ, բազմաճյուղ ворդ վայելուչ եւ հաստարմատ տունգ Պողոսի նրա արյամբ ոռոգվելով ինչպես դրախտը Ադենում, դու հասնում ես Ղուկասին աստվածային մատենագրին, ահա քեզ եմ խոսքս ուղում վիճակ եւ աթոռ Թադեոսի, լսիր հերվից իմ ձայնը, եղիր ողբակից ինձ այս վայրում, լացողների հետ լաց եղիր, ինչպես ասվում է քեզ համար գրված խոսքի մեջ, Աստծո խոսքի մեջ գրված է լացողների հետ լացիր եւ քրիստոնյաները պիտի միշտ քո կողքին լինեն, երբ դու լացում ես։ Օգնություն ենք խնդրում աշխարհի բոլոր քրիստոնյաներից, ծանոթ իրավիճակա չէ, 44 օրվա պատերազմին հիշում եք ինչքան էինք օգնություն խնդրում։ Ձերքդ մեկնիր շտապով ինձ բանտի խցում կապվածիս, առ իմ վրեժս աններելի, ինձ գերած թշնամուց։ Քեզ են ուղված խոսքերն իմ կաթոգին, ով դու քաղաք հույժ պանծալի, որ Կոստանդին թագավորը շինեց Ասիայի սկզբում, եղար երկրորդ Երուսաղեմ եւ նոր Հռոմ զարմանալի, սիրեցյալ աշակերտի, փոխադրելի աթոռը լինելով, ժողովարան սուրբ վկաների, մաքրագույնների տուն եւ տեղ, հզոր, գահույք մեծ արքայի, որը երկրի վրա նման է երկնավորի։ Հասկանում եք։
նամակա օգնության։ Լսիր ինձ եւ դու խոնարհաբար ունկնդրիր լացիս ձայնին, որովհետև ես էլ քո վիճակի մայրաքաղաք էի։ Հիմա պատմում է, թե մենք ինչեր ենք ունեցել։ Ախ, Աստված իմ։ Որովհետև ես էլ քո վիճակին մայրաքաղաք էի։ Իմ մեջ քո տաճարների եւ խորանների նման խորաններ կային։ Վերին Սիոնի տաճարների նման, որ չեն համեմատվում երկրայինների հետ, բայց այժմ թողնված եմ ես ամայի իբրև բու ավերակի վրա, կամ որպես մարդ անօգնական եւ մեռածի պես անհիշելի, որի համար պաղատում եմ արթնացնել զորությունդ անհաղթելի, բազմապատիկ վրեժով հատուցել ինձ նեղողներին։ Ահա ձայնում եմ դռներիդ առաջ Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիա ցանկալի, հիմա Ալեքսանդրիային ա դիմում Եգիպտոսին։ Քո շինողի անունը կրող, որ աթոռն ես դու Մարկոսի, բոլոր առաքյալները, որ գնացել են, այդ առաքյալները ավետել են Քրիստոսի, այդ առաքյալների անուններն են նշում։ Որ աթոռն ես դու Մարկոսի, մեզ ավետիքներ քարոզողի, որը եւ աստվածային դրախտի հոգեվոր տուն կքո մեջ տնկեց Մարկոսը։ Տան մեջ ծաղկած արմավենիք, արդարների հույլեր է տիրոջն ընծայում, Լիբանանի մայրիների նման են կրոնավորները քո նահանգի, գովում է, ասում է, ինչ լավն եք հոգեպես, հրեշտակների երամի պես եւ խաչակիր եւ երկրում նման անմարմին էակների, տարամերժելով հերձվածողներին, աղանդավորներին, այսինքն Եգիպտոսին ա գրում, հիմա եւ արմատ եղան ուղափառների համար, այն բոլոր հայրապետները, որ քո մեջ առաջինն էին, թեպետ եւ այժմ այլևս քո մեջ չեն, այլ թվում են լոկ գիշերվա երազ, քանի որ դու եւս դարձար այրի, կարծեմ ինձ նման ողբալի։ Երբեմն մենք եղանք ցանկալի, բայց այժմ դարձանք հույժ թշվառ, որով հայցում եմ ով բարձրյալի ողբակից լինել ինձ այս վայրում։ Ողբակից լինել այս վայրում, որովհետև նույնանման անօրենների եղանք գերի, արդ այս աղետի մխիթարությունը մեզ երկուսիս համար սա կլինի, մաքուր մաղթանքներ աղերսալի, մատուցել արարիչ Տիրոջ, ասма աղոթեք մեր համար, որպիսի բարկությունը, որ մեղքերից է, քաղցրությամբ փոխակերպվի։ Մենք բարին տեսնենք եւ մեր թշնամին չարի հանդիպի, այս աշխարհում արդարանանք եւ այն կյանքում հատուցում ստանանք։ Մտքով քեզ հետ եմ բանավիճում, ով սիրելի քույր Անտիոք, հիմա էլ Անտիոքին ա գրում։ Առաքյալների տուն եւ տեղ ըստ Մատթեոսի ավետարանի, որտեղ նախ քեզ է սքանչելի անունով կոչում, որ վերակոչում են Քրիստոսին երկրպագում։ Իմ մերձավոր եւ անցկալի ուրախության ժամանակ, ինչու շուտապույտ չհասար ինձ թիկունք եւ օգնական լինել, այլ թույլ տվեցիր անօրենների ձեռքը մատնվել, ստեղ ինչ որտեղ մունաթ ա գալիս։ Ասում է ինչի ինձ չհասար, ուրախ օրերիս ինձ հետ էիր։ Արդ լսիր իմ դառը ձայնը եւ մասնակից եղիր սրտիս այրմանը։ Լաց եղիր բոլոր լացերիս հետ, ինձ համար աչքերիցդ վտակներ իջեցրու։ Արտաշխարհի ստորին կողմի մասին, ինչ որ պատմեցինք, բավական է։ Այստեղ արդեն ավարտեցինք այս մասը, մեր խոսքը փոխենք, արևելք վերադառնանք, դեպի մեծ հայք, տունը Թորգոմի, որ Հաբեթի ազգը եւ ծնունդն է։ Այնտեղ ուրաթորն է Պարթևազունների, Արշակունի թագավորների, որի սահմանի մեջ էին, ինչպես սկզբում ասացի, նրանց Աբգար թագավորի օրոք էի ես շինված, նաև գտնվում էի վիճակի մեջ Թադեոսը։ Մեզ Աստծո խոսքը բերել է Բաղդոմեոսն ու Թադեոսը, չէ՞, նաև գտնվում էի վիճակի մեջ Թադեոս առաքյալի, որից բխեց ծաղիկ բարի եւ շարավիղ գավազանի Պարթևազուն Գրիգորը լուսավորիչն այն աշխարհի, դավանողը Քրիստոսի եւ մարտիրոսը կենթանի։ Այստեղ նշում է, թե մենք ոնց ընդունեցինք քրիստոնեությունը։ Եվ արդ քեզ եմ դիմում խոսքով, ուզում ասի Մարկոսը քո հետ էր, Ղուկասը ձեզ բերեց, Պետրոսը քեզ բերեց, հա, բոլորիդ, որ Եվրոպայով բանով տենց անցել են եւ մենք էլ ենք բաժին ունեցել, դուք հասկանում եք, այդ ինչ պատիվա 12 առաքյալներից, ասենք, երկուսը եկել են մեր մոտ։ Եվ այստեղ պատմում է, որ մենք էլ այդ Աստված մեզ այդ բաժնին արժանացրեց եւ արդ քեզ եմ դիմում խոսքով Հայաստանյաց եկեղեցի հիմա մերոնց է ասում, ուր կաթեջ շողը երկնային, հալեց սառույցը հյուսիսի, ծավալվեց լույսն անստվեր եւ անճարելի ճառագայթը, ուժգին
Ինչքան սիրուն է ներկայացնում մեր դարձի գալը, ծավալվեց լույսն անստվեր, եւ անճարելի ճարագայթը ուժգին խփեց ոսկի ճյուղով, ձայներ հնչեցին երկրին դերքում, այնտեղի չան հրեշտակների բազմությունները, երկնքից թափվելով արևի լույսի հետ, եւ մարդկային ազգերը երկրածին բարձրացան եթերը երկնքի, թե վայրի անապատեիր դարձար փթթած ծաղիկ եւ կուսական արյամբ ներկված վարդի գույն առած պայծառացար, որդիներ ծնեցիր ավազանում, մկրտությունն ասա, կնունքի մասին ավազան են ասում, որոնք եղան ծովի ավազներից շատ, այդքան շատ հայերը սկսեցին մկրտվել եւ քրիստոնեություն ընդունել եւ ծաղկել, սնեցիր կաթով քոստինքների եկեղեցին, որ սնում է ամեն անգամ, սնեցիր արյամբ կենթանի, եղար մանուկների բարի դաստիրակ, եկեղեցին մեր ողջ պատմության ընթացքում մեր մանուկների դաստիրակն ա եղել, տալով օրենքները Մովսեսի եւ կատարյալների կերակուրը Քրիստոսի ավետարանը, այն ժամանակ դու երանելի էիր բոլորի համար, ցանկալի թե երկնավորների եւ թե երկրայինների եւ բոլոր ազգերի, բայց հարցնում եմ, ով բարձրյալի խոսքից խնդրում եմ ով բաղձալի խոսքից խնդրում եմ պատասխան, այժմ ուր է թագը քո զարդի եւ կամ հրաշալի պսակը, ուր է զարդարանքը դժխոյի, թագավորի որդու հարսի, ուր է պատմուճանը, հարսը եկեղեցին է, թագավորի որդին Քրիստոսը, սա մեր եկեղեցուն է հարցնում, ուր է պատմուճանը հարսարանի, պատմուճանը ոսկեհուր ծոպերով, ինչու փեսան խորանում չէ, կամ փեսավորները տաճարում, փեսան Քրիստոսն է, միշտ հիշեք, ուր են հարսնևորները, ինչու չեն հնչում երգերը Դավթի, ինչու էր լռել եւ չեն խփում Տարսոնացու փողը հնչեղ, ուր են պարարտ եզները զույգ, ինչու քո առաջ չեն զոհվում, որ հրաշալի ազգ ենք եղել, սենց ասեմ, ուր է երաժշտության քաղցր ձայնը կամ եղանակի գեղգեղանքը, ուր են սուրբ գրքի ընթերցողները կամ հանդես կատարող վարդապետները, ուր է աթոռը հայրապետի կամ քահանաները սուրբ բեմի, Բերդում, շնորհալի ջան, Բերդում նստած են հայկական, ուր են սպասավորող սարկավակները կամ պատարականող պաշտոնյաները, Այստեղ թշնամին է մեզ մորթում, դրա համար չկան ուրախություն, սարկավակներ, քահանաներ, հարցնում ասմա ուր են, հա, մորթում է մեզ թշնամին, մեր արունն է բաժակով խմում, բարեզլայն իմաստով, հիմա ուր են, Բերդերում են, կարգալույծի կատարմամբ, պատարակի ներսում են, տարբեր, կամ ժողովրդի բազմությունը տերունական տոնի օրերին, ուր է ասմա ժողովուրդը, ուր են քեզ մատուցող խունկերի բուրմունքը աներևույթ եւ երևելի, ուր է գահույքը թագավորի վաղարշապատ քո քաղաքի, կամ ուր են արքային նախարարները քո Արարատյան գավառի, Արարատը սիրուն լեռ է, բայց մերը չի, հասկանում եք ես ում հավատամ, 1000 տարի առաջ գրված պատմիչին, Սրբին, թե եթե դու 1000 տարի առաջ ունեցել ես Արարատյան գավառ, լինելով բյուզանդացիների եւ պարսիկների իշխանության տակ, բայց իտո էլի ունեցել ես Արարատյան գավառ, այսօր որ դու քեզ համարում ես անկախ Հայաստան, դու ոնց կարաս Արարատը հանես քո երազանքների միջից, ուղղակի հարց եմ տալիս սիրելիներս, ուր են իշխաններն, որն առաջանում էին, կամ զինակիրները, որ վերջում էին, արջևում էին, որ զինակիրները, որ վերջում են, ուր են ասպարեզի զորականները կամ ճակատի լեգեոնները, բանակ ասմա ուր է բանակը, ձեզ եմ հիմա հարցնում, սիրելի հայրենակիցներ, ուր է, ուր են բազմոցների մեծամեծները, կամ ուր են ամենալի սեղանը, ուր են տաճարի ազատները կամ իշխանորդիները պարտեզներում, ահա այս ամենը շուտապույտ գնդեց, հույժ հեռացավ, չի երևում, շարունակում է սուրբը, հայտնված անուրջներ եւ երազներ էին այդ, ծածկվեցին զարթնության մեջ, այլ փոխանակ այս ամենի հույժ հակառակն է տեսնվում, քանզի նստած ես որբ եւ այրի, տխուր դեմքով կարծես թե սքի մեջ, Դրա համար քեզ կանչեցի այս վայրում ինձ սքակից լինես, քանզի քեզ նման ես էլ չարի մատնվեցի։
ինքը ժողովրդի անունից է ոնց որ խոսում, եկեղեցուն է դիմում հայոց, այնքան խորն է, արդ սովորեցրու ով սիրելի իմ ողբն անել ըստ արժանբույն, եկեղեցուն է ասում սովորեցրու ինձ, դու հմուտ ես ողբասացության եւ քաջատեղյակ ես սիրտ այրող ցավերի, բայց քեզ էլ հրավիրում եմ այստեղ, անի քաղաքը Տարևելյան։ Ինչ կա։ Իմ անունը Անի է, այս քաղաքի պատվին է հերես դրել։ Անի քաղաքին էլ է հրավիրում։ Անի քաղաքը Տարևելյան, մասնակից եղիր դու իմ ձայնին եւ սփոփիչ տարակույսի, քանզի դու եւս մի ժամանակ էիր վայելուչ հարս քողածածկ, մերձավորների հույժ ցանկալի, հերավորներին փափագելի, եղար դու տուն արքունի, ընտրյալ նահանգում Շարայի, Բագրատունի թագավորների, որ ցեղից են Իսրայելի, Աստվածահայր Մարգարեի, Դավթի մեծ ազգից սերած, դու զարմանալի գեղեցիկ անուն, Անին էլ, հա, Աննայի երևի բիբլիեսկի անունն է, 3 տարերդ բերում են երրորդության խորհուրդը։ Oh my God, իմ անունը երրորդության խորհուրդով է, չեմ իմացել, որին դու միշտ երկրպագում ես։ Վաու։ Դու ժամանակին էիր ուրախ բերկրանքի մեջ եւ ցնծությամբ լի, ինչպես ողկուզալի այգի կամ պտղովլի ձիթենի, զվարթությամբ լի մանուկներդ նման էին դալար Բուրաստանի Անի մասին է պատմում, նայեք Անին ինչ սարքեց թշնամիները, խաղաղություն դրանց հետ։ Նայեք ինչեր ենք ունեցել Անիում, դուստրերը քո պճնազարդ միշտ երկու պարի մեջ էին Անիում, հիմա քաքարու քանդեղած, իսկ թագավորը քո պանծալի գահին նստած թագնի գլխին եւ զորականներն ամենուրեք պատրաստ էին իր հրամանին։ Նաև Սիոնի որդիները հրեշտակների դասերի նման պատշաճորեն խմբված էին կաթողիկե եկեղեցում, այն, որը հար եւ նման էր երկնային խորանի, հայրապետները, եպիսկոպոսները եւ քահանաները եւ այլ ըստ կարգի յուրաքանչյուրը իր դասում էր վայելուչ այն տաճարում, որ եթե հարկ լինի ասել, դժվար է եւ երկար պատմելի։ Այս այն տաճարի մասին է, որ մի մասն ասում է մզկիթ են սարքում Անի տաճարը, մի մասն ասում է չէ, վերանորոգում են, տենց էլ չիմացանք, ինչ ա լինելու վերջը, եւ ներկայիս օգուտ չբերող, որոնցից ոչ մեկն այլևս չկա, ով վերացրեց, որ չկա։ Խաղաղասեր թշնամիտ, քանզի անցան երազի նման, որպես առնակ ծաղիկ, հորդ վտակի հորդություն, գարնանաբեր հեղեղատի կամ ուռած պղպջակ, որը լինելուն պես պայթում է, անողորմ անորենի սուրը, որը մեր արյան սովն ունի, նայեք, Սուրբը գիտի, որ դրա սուրը մեր արյան սովն ունի, այսինքն պատկերացրեք սուր, որը սոված է, ու մենակ արյուն է սիրում, մեր պատմիչը գիտի դրա մասին, դուք չէ, շարունակումը, հագուրդ չունի և չի հագենա մինչև իր վերջը չգա, չի կշտանում, նույն թշնամին հասավ ուրեմն քեզ, ինչպես և ինձ հասավ ներկա ժամանակում, հնձեց ցորենը արտերի կանաչը հասակի մեջ, այգին արեց արմատախիլ, ջարդեց ոստերը ձիթենու, սրբերի երկրում արյուն թափեց, որը հոսեց գետի նման, փռեց դիեր անթվելի, անթաղ մեռյալներ, գազանների համար, Քրիստոսի քահանաների արյունով ներկեց եկեղեցին։ Թշնամին ինչ ձեռագիր ունի եւ հիմա ձեր ղեկավարները ինչ ձեռագիր ունեն։ Նմանություն չեք տեսնում ձեռագրերի մեջ, սիրելիներս, ինքը շատ նուրբ է, կարողա չնկատես։ Սարկավագների, պաշտոնյաների մարմիններն ընկած փողոցի մեջ, պատկերացրեք, Հայաստան, փողոցի մեջ սարկավագների եւ քահանաների մարմինները ընկած։ Հիմա որ դուք տեսնեիք, ուրախանայիք, չէ, որտեղ դուք ատում եք քահանաներին։ Դուք թշնամու հետ մեկ եք։ Եվ այլ բազում ընկածներ, որ պատմելու բան չէ եւ ասելն էլ անկարելի է, չի կարողանում Սուրբը պատմի, որ քեզ հասան այն վայրում բոլոր տեսակի չարիքներ եւ արին քեզ գերի։ Քանի հատ գերի ունենք Ադրբեջանում, ինչ որ բանա փոխվեն։
սաղիմից էլ ավելի, դրա համար ով անցկալի, որ այս ամենի մեջ ներհուն ես, քոխի սաղետների մեջ ճանաչիր եւ իմ աղետները թշվառ։ Եվ որպես թշվառության փորձ ունեցող այստեղ ինձ տրտմակից եղիր։ Օգնություն ա խնդրում Սուրբը։ Բայց աղետը իմ ցավալի փոքրագույն դեղը չի բուժի։ Հա, այդ որ հերոստատեսությամբ բոլոր քրիստոնյաներն ասում էին, մենք հորդորում ենք, որ Ադրբեջանը դադարի ագրեսիան, հորդորում ենք, պուճուր դեղը չի բուժում։ Քրիստոնյա երկրներ էին, չէ, եվրոպական։ Վերքս մեկ չէ, որ փակվի, կամ թե որևէ մեկը սփոփի։ Այս աղետին կարեկցելու համար պետք է ձայնով աղերսալի, գոչել 4 կողմն աշխարհի, որ հանուր մարդկությունը լսի։ Ռեժիմով ամեն օր պիտի խոսվի սրա մասին, ոնց որ ռեժիմով ԿՊԱ-ականները ամեն օր ձեր ուղեղը լվանում են եւ ասում են սրտիկ մենք ձեզ սիրում ենք, բայց կամաց մեր սրբություններն ու ինքնությունը մեզնից զրկում են։ Այդ նույն ռեժիմով մենք էլ պիտի կարդանք մեր սրբերին, որ մարդկությունը լսի, արևելքը արևմուտքով եւ հարավը հետ հյուսիսի, նրանց եմ դիմում ձայնով գույժի լալով պատմում ասելիքս այս, թե բանական ազգեր բոլոր, բանական ազգեր բոլոր, ժողովեցեք դուք մեկ վայրում, այր կին, հայրեր եւ որդիներ եւ դուք հարսներ եւ փեսաներ, դուք մանուկ թե երիտասարդ ծերեր եւ մարդիկ ամեն հասակի, թագավորներ զորքով հանդերձ, պետեր իշխաններ տերեր աշխարհի, հայրապետներ տեսուչներ հոտի, որ եկեղեցու իշխաններն եք կարգված, քահանաներ սարկավակների հետ միասին եւ կղերականների խումբն ընդհանուր, վանականները տանապատում, որ անմարմին եք մարմնի մեջ, հույլեր իմաստուն սուրբ կույսերի, որ ցեղակից եք սերով բեներին, բոլորին դիմումա, ամբողջ աշխարհի քրիստոնյաներին, դասեր հանճարեղ ուսուցիչների եւ քաղցրաձայն պաշտոնյաների, որոնց հրավիրում եմ ինձ ողբակցելու, որդիներիս կոտորածի համար։ Լացեք բարձր ձայնով ինձ ողբացեք, կողկողալի։ Ես Եդեսիա, ուրհաքաղաքն եմ, որդեգորույս որբ եւ այրի, ձեզ եմ դիմում կանացի ձայնով, կականով լի եւ ողորմելի։ Դուք հասկանում եք խորությունը այս մարդու։ Ինքը տղու ձայնով չի դիմում, կնոջ աղերսալի ձայնով ա դիմում։ Դուք հասկանում եք։ Գլուխս քողից մերկացավ, պոկում եմ վրայիս զարդերը, փետում եմ գեղեցիկ վարսերս։ Կտրում եմ դրանք անխնայաբար, քարերով ծեծում եմ կուրծքս, երեսի սապտակներ զարնում, մութ տան մեջ նստում եմ սգալու, ինչպես կարգն է սգավորի, եւ փոխանակ որթան զգեստի, որթան կարմիրի։ Ինչպես կարգն է սգավոր եւ փոխանակ որթան զգեստի, հագնում եմ սև գույն տխրալի։ Թափում արցունք անչափելի, հորդ ու առատ գետի նման, քանզի խայտառակ եղա երկրի վրա։ Դուք հիմա խաղաղություն եք զգում, թե խայտառակ ենք եղել։ Խայտառակ ենք եղել, ժողովուրդ ջան։ Խայտառակ եղանք երկրի վրա, նախատելի աշխարհով մեկ, եւ անցորդները ճանապարհի ողբում վրաս եւ վայ են ասում, որովհետեւ ծածուկ տեղ չէի, կամ թե մի անկյունում թաքնված ազգ ենք, այլ դրախտի միջի գետիցն էի եւ բազմացեի մեջտեղում Եփրատի եւ Տիգրիսի եւ միջագետ կեի կոչվում։ Արտնախ պատմեմ այն, որ կրեցի տիրոջ բարի ձեռքից, ապա չարիքների մասին, որ պատահեցին ինձ ըստ հանկարծակի մեղքերի։ Նայեք ինքն իրան ա մեղադրում։ Հանկարծակի մեղքերի պատճառով պատահել ա մեր հետ այդ չարիքը։ Դուք հասկանում եք, իսկ այսօր հայը երբեք չի ընդունում իր մեղավորությունը, բոլորը անսխալական են։ Իսկ այս մարդը ընդունում ա։ Ասում ա, որ մեղքերի պատճառով հանկարծակի այսօրին ենք ասել։ Դուք հեզաբար այս կողմը դարձրեք ձեր ականջները, խոսքս լսելու, որը փոքրի շատ է, կծանուցի ձեզ իմ գանգատները ըստ կարգի։
Ես մայր էի բազում որդիների, մա իրա մասին է պատմում։ Ծնեցի անթիվ դուստր եւ որդի, հայերի մասին է, էլի սիրելիներս, որոնց մայրաբար սնեցի իմ ստինքների կաթով, գեղեցկատես ստեղծեցի, վայելչապես զարդարեցի, քանզի երկիր էի բերի, կաթի հորդ, աղբյուր էի բխում, ավետաց երկրին էի նման եւ առավել բարձր էի թվում։ Ինձնից կենարար ջուր էր բխում, զվարթածաղիկ բույսեր աճեցնում, վտակը գետի նման էր հոսեցնում, բուրաստաններն էին ոռոգում։ Ծածանվում էր ծովը իմ մեջ, ծիծաղում էր քաղցրի կոթով։ Տղմի աղտեղությունը մաքրում եւ հրապարակներն էր զարդարում։ Բազմագույն տունկեր էր աճեցնում, ինչպես դրախտը, որ եդեմում էր։ Սաղարթաբեր ծառեր էր ծաղկեցնում, որ պտղաբերում էին առատորեն։ Տերևախիտ ծառեր էին հեզիկ շարժվում, անմահական հոտեր նրանցից բուրում։ Ոչ ոք ամենը պատմել չէր կարող մեկ առ մեկ թեպետ եւ կամենար, որովհետեւ իմ դաշտերում, եթե աշխատում էր հողածին մարդը եւ սերմանում, մեկին 100 կամ 60 կամ 30 պտղաբերում, առատ բերքով, որ ընծայում էր, բազմաբեղուն բարիքներ էր բերում, շտեմարաններում ժողովում էր եւ իմ որդիներին կերակրում։ Բայց թե դիրքը իմ վայելուչ որևէ մեկը պատմի պատշաճորեն, կարծեմ թե նման չէ այս երկրավոր քաղաքներին։ Անհնար ասմա պատմել, եւ կարծում եմ այստեղ մեր ավելի շատ հոգեվոր հարստությունների մասին է խոսում Սուրբը։ Նստած լայն եւ արցակ աթոռին, ինչպես կարգում թագավորը կամ թագուհին հույժ գեղեցիկ ոսկի ծոպերով եւ զարդարում փեշերը փողփողելով պայծառազգեստ եւ պճնավոր։ Ու կամաց արդեն գալիս է իրականություն, որոնց մասին պատմելիս ուրախության մեջ էի երանության մասը հասած, տեսնողներին հիացմունք, լսողներին զարմանք պատճառելով, բայց հասնելով ներկա ժամանակներին, որ հանդիպեցին, բարիքներն այս սպառվեցին եւ քաղցրությունները դառնացան։ Եվ երանի տալու փոխարեն ինձ թշվառ են այժմ կոչում։ Մեր թշնամիների շարքերը ծիծաղում են եւ սիրելիները բարձրաձայն ողբում են, իմ վրա գլուխ են բարձրացնում նրանք, որ ոտքիս ներքո էին։ Ասма հիմա ին վրա ծիծաղում է թշնամին, այն թշնամին, որ միշտ ոտերից տակ է եղել, ինչ որ բան սա ձեզ հիշացնում, այդ ամոթի զգացողություն կա, չէ, դու զգում ես, չէ, որ այդ ամոթը փոխել են այդ ամոթի անունը, դրել են խաղաղություն, ու քեզ համոզում են գազլայթինգ ասում են, էդի ամոթ չի, էդի խաղաղություն է։ Դու քեզ տենց ես զգում, երբ որ խաղաղ ես, բայց իրական դու ամաչում ես։ Նրանք են մեր վրա ծիծաղում այսօր, ովքեր մեր ոտքերի ներքո էին։ Սուրբն է գրել։ Հիմա 1000 տարի առաջ, ես գիտեմ շատերը մաքսիմում 200 տարի եք հետ գնում պատմության մեջ, 1000 տարի առաջ այս Սուրբը գրել է, ուշադիր լսեք, բնականից ծառա եղած ցեղերը, նորից եմ կարդում, բնականից ծառա եղած ցեղերը, ծնունդով եւ ժառանգաբար, աղախին եղած, սերած լինելով, Սարայից վտարված հալածական Հագարի որդուց, որը հայրենի ժառանգ չէր, Աբրահամի սեփականության, այժմ ազնվականից վրա հարձակվեցին, տիկինս գերել կամեցան, որ անժառանգ թողնեն ինձ եւ հալածեն բոլոր մարդիկ։ Եվ թե ինչպես այս բոլորը գործեցին կամ ինչ դեպքեր պատահեցին, արդեն ժամն է, որ ես ասեմ, պատմեմ խոսքով ողբերգական։ Երբ որ ձեզ գալիս են ու փորձում են քո ինքնությունը գցեն, քեզ ասեն, որ դու միշտ քցող ես եղել, որ հայ է ինքը անորակ ինչ որ դեմք է, այդ կլինի սովետը թե թուրքը, որ քեզ միշտ փորձել է համոզի, որ դու ինչ որ տենց միշտ դավաճանել ես, բան 15 թվին թուրքին դավաճանեցիր, ռուսի պոչը բռնիր դրա համար քեզ հիմա ես քեզ ուզում եմ ասեմ, թե դու ով ես եղել սիրելի, քույր եւ եղբայր։ Դու գենետիկորեն դեմք ես։ Մաքուր, ազնիվ, ով ընդունել է քրիստոնեությունը, ապաշխարել է եւ ամեն կերպ պահել է Աստծո ճշմարտությունը, սենց ասեմ։ Եւ դրա պատճառով էլ չարը միշտ հարձակվել է մեր վրա։ Ու հիմա Սուրբը կպատմի, թե մենք ինչերի միջով ենք անցնում։ Թեպետ եւ խիստ անհնար է մեզ համար ամբողջը պատմել, սակայն քիչն էլ բավական է ցույց տալու աղետը, որ կատարվեց։ Քանզի այգուն ինձ պահապան դրեց նա, ով ստեղծեց ինձ սկզբում եւ ավանդեց ինձ պատվիրան, որտեղից եւ կյանք անմահական։ Այն ժամ որդիները մայրական մարտնչեցին ինձ հետ խաբեաբար, տեսնելով փառքերս անզուգական, նախանձել են, էլի, չար նախանձով բորբոքվեցին։ Երկիրը դարձրին անիծյալ, որից փուշ եւ տատասկ բսնեցին։
Երկիրը լցրեցին անհակ մեղքերով, մերժելով սերն արարչական։ Մինչև արի հովիվը պահանջեց հոտն իր հոգևոր, դնելով իր աստվածային ուսերին հանեց վեր, որտեղից ընկան։ Սակայն նորից թշվառացա, երկնից երկիր կործանվեցի, բարձրություններից վայր ընկա, խոնարհվեցի, շվարեցի, պատվիրանը մոռացա եւ օրենքներից հեռացա։ Մեզա հադատում, ինքնա դատապարտում ա գնում էստեղ սա ապաշխարությունը։ Բազմապիսի մեղքերով լցվեցի եւ չար գործերով ապականվեցի։ Այնժամ հարձակվեցին ինձ վրա ազգը եւ զավակները Հագարի, նախ որդիներն իմ, որոնց ծնեցի, կոտորեցին անխնա։ Ապա ավաններն իմ շրջակա, որ գեղեցիկ պարուրել էին ինձ, ավերեցին եւ քանդեցին, հողաբլուր թողեցին նրանցից 1000 տարի առաջ, եւ սա ոչ թե 1 տարի, այլ 40 եւ ավելի, որի ընթացքում ուժատվեցի եւ զորությամբ տկարացա։ Ավազակներ ավազակների հետևից վրա էին գալիս, ասպատակությամբ ես գերվեցի, պես ցավերով հիվանդացա, հյուծվեցի, մահվան դուռը հասա, եւ ցավիս համար դեղ չգտա, եւ ոչ բժիշկ, որ դեղ տա, դժոխքի դուռը հասա, նաեւ հատակին մեծեցա։ Արծա տեսնելով բռնավորը եւ կամակոր չար վիշապը, սողաց եւ եկավ օձի նման, նենգավոր եւ թունավոր, որ խայթի գարշապարից եւ խփի գաղտնի նետով։ Հեսա մի հատ հետաքրքիր պահագալու մնացեք ինձ հետ։ Երբ տեսան եւ տեղեկացան, թե իմ զինվորականները տեղում չէին, այնժամ ինձ շրջապատելով պաշարեցին, նա արաբացոց մոխրական զորքերով, արաբներն են եղել, որը ըստ անվան համրանք չունեն, այնքան շատ են եղել, ելիմացիկ եւ քետացիկ, քոչվոր ցեղեր են, անթիվ բազում լեգիոններով։ Շներով էի ես շրջապատված, անել եւ անմուտ ինձ դարձրին, մշտապես մարտնչում էին, օրըստօրե ինձ նեղում, զանազան ձևեր էին փոխում, մարտի էին մղվում կատաղաբար, զրահավորները, մկունդավորները, ամբողջ մարմինը զրահով ծածկված, այսինքն բայրակթարներ, բաներ պատկերացրեցիք, շատ ավելի իրանք հզոր են եղել միշտ։ Սվինավորները, աղեղնավորները նետահարերով խոցոտում էին։ Մի հատ շատ կարևոր բան ա գալիս, մնացեք ինձ հետ։ Մեքենաներով պատնեշ կանգնելով ռմբակարեր էին տեղում։ Պատմում ա, թե ինչքան ուժեղ զենք են օգտագործել մեր դեմ, նույն բանն ա, ինչ որ հիմա։ Ծեծում էին, գանահարում, անասելի տանջում, բայց դրանով չկարողացան հաղթել քաջերին, որ մոտս կային։ Ուրիշ հնար մտածեց այն խորամանկ նենգավորը, ամեն անգամ մի բան մտածում ա, խորամանկա չէ։ Խլուրդի պես փորում էին նրանք հիմքերը ամրոցի։ Գնում էին տուն եւ նեցուկ աշտարակներին եւ պարսպին պատրաստվում էին հրկիզել, ինչպես օրենքն է նրանց։ Միշտ վառել են, դրանց օրենքն է։ Այժմ ձայն տվեցին քաղաքի ժողովրդին չհամառել նրանց դեմ, թե չէ պիտի մեռնեն։ Ստեղ մեզ ասել են՝ մի համառեք, ձեզ չենք վառի, թե չէ մեռնելու եք։ Նույն բանն է, որ այսօր ոչ միայն թշնամին, այլ նաև մեր իշխանությունը ասում է եկեք չհամառենք, ասենք խաղաղենք, որ մեզ չվառեն ու չմորթեն։ Մի քանի բան էլ տանք, որ մեզանից յանտան։ Նույն բանն ա եղել 1000 տարի առաջ, ոչ մի բան չի փոխվել, դրա համար եմ ասում, մի քիչ էլ շատ հետ գնացեք պատմության։ Մի 200 տարի գնում եք ու տեղ կանգնում եք, ավելի խորացեք։ Եվ ասում է չհամառել, մեզ ասում է մի համառեք, թե չէ պիտի մեռնեք։ Այլ քաղաքը հանձնել հոժարական, ուզում են, որ քաղաքը հոժարական հանձնենք, որպիսի բարության արժանանան։ Բարություն, նմանա, խաղաղություն, բարություն, այո, ես վերջերս լսում եմ, այդ մեր պրեզիդենտը ինչա չես հասկանում, այդ մարդը վտանգավոր դեմքով, ռեցեդիվիստի, որ ասում եմ, Ադրբեջանի հետ մի խաղաղվենք, ճիշտ է, ժողովուրդ մի քիչ դժվար է այդ ամենը տանում, բայց լավ կլինի։ Նայեք, ստեղ ինքը ասում է խաղաղություն որ լինի, բարություն որ ստանա։ Հիմա խնդրում եմ ուշադիր լսեք, թե մեր քաջերը ոնց են ռեակցիա տալի։ Մորթում են, նույն բայրակթար վիճակն ա եղել, մենք այդ ուժեղ չենք եղել, մեզ մորթում են։ Ու հիմա նայեք մերոնք ինչ ռեակցիա են տալիս։ Ու դուք ինձ ասում եք, որ ես չլսեմ իմ պապային։ Ձեզ լսեմ։
Ձեր ինչին, որ մի արժեքին։ Այս լսելով ժողվեցին քաջերը եւ խիզախները միասին։ Պնդեցին եւ հաստատեցին, ուխտեցին եւ խոստացան։ Չերկմտել մարտի պահին, չլքել պատերազմը։ Կերակ քպականներ ձեր գունավոր նասկիներով։ Կերակ դուք եք կռվել 44 օրվա պատերազմին, արա։ Չընդունել նրանց խոսքը։ Խիզախները հավաքվում են, ասում են դեր մնաց է պակաս։ Չընդունել նրանց խիզախ խոսքը եւ նրանց առաջ դուր չբանալ։ Բարի սրտով ուխտում էին, թե կմեռնեն այնտեղ, քան թե իրենց մեծ ուխտը կուրանան եւ կվայելեն առօրեականը։ Ում են ուխտարել, Տիրոջը։ Պաշտպանել սրբությունները։ Մակաբայեցիներին էին նմանվում եւ Վարդանանց պատերազմին։ Ինքնություն են ունեցել, սովորելու հերոսներ են ունեցել։ Միշտ ձայն էին տալիս իրար աղաղակով, այս էին ասում. մի վախենակ ակամա եղբայրներ, մահկանացուի սրից, եւ քաջերի արեությունը մի խառնեք երկյուղը վախկոտի։ Բարի անուն թողենք ժառանգելի, որ այն ընթանա Մի հատ ուզում եմ ես էլի կարդամ, որտեվ իմ պապերը դուխ են տալիս ինձ։ Այս որ սենց սրանց նայում եմ ես սաղորը, որ տելևիզորով խոսում են, որ ամոթից բացի, որ չեմ ուզում լսեմ։ Ճիշտ աղբերներս են, մեղքս գալիս են, բայց հրնայք մեր պապերը ոնց է։ Ուրիշ դեմքեր ենք եղել մենք։ Մի վախենակ ակամա եղբայրներ մահկանացուի սրից։ Հա, մարդու սրից մի վախեցի, իրանք գիտեին, որ էսի հոգևոր պատերազմը, որ Աստված Քրիստոս միշտ իրանց հետ է։ Եվ քաջերի արիությունը մի խառնեք երկյուղը վախկոտի, եւ քաջերի արիությանը մի խառնեք երկյուղը վախկոտի։ Այսի կլուչիվոյ նախադասությունա։ Եվ քաջերի արիությանը 44 օրվա պատերազմի մի խառնեք երկյուղը վախկոտի։ Մի խառնեք, տարբեր բաներ են, հասկանում ենք ձեզ, դուք վախկոտ եք, մի խառնեք։ Քաջերի արիությանը մի խառնեք երկյուղը վախկոտի։ Բարի անունը թողեք ժառանգելի, որ այն ընթանա ազգի հետ երկրածին։ Եռաբլուրի մասինը, բարի անունն ա տղերքի, ցավոտա, տխուրա։ Հոգին անդրդվելի պահել երկնավորի հույսով, Աստծով, հոգիտ անդրդվելի ես պահում Աստծով։ Մեզ համար բարի գործերի շատ օրինակներ կան այս մարտերից։ Զինվորագրվածների բազմություն, որ բոլոր թվերը գերազանցեց, հաղթեց չար իշխանին, երևացողին եւ անհայտին։ Կա երևացող թշնամի թուրք ու ադրբեջանցի եւ կա չերևացող սատանա։ Էս էլ մեր ննջած տղերքի մասին է։ Նրանք մարդկանցից այժմ գովաբանվում են եւ Աստծուց փառավորվում, Աստծուց հաստատ փառավորվում են, բայց մարդկանցից չգիտեմ հիմա գովաբանվում են թե ոչ։ Հանդերձյալ երկնքում պսակի արժանանում, արեգակի նման են ծագում։ Փոքր էր վիշտը, որ կրեցին, ամբավ էր բարիքը, որ ստացան։ Վարկյանի մեջ չարչարվեցին, բայց հավիտենականության ժառանգեցին, այսինքն ասում է մահը ինքը վարկյանի մեջ է լինում, չարչարվեցին մահանալուց, բայց ինքը վարկյան էր համեմատած Աստծո հետ ապրելու հավիտենականությունը, նայեք ինքը ինչքան հույս է տալիս այն ծնողներին, ովքեր զավակ են կորցրել, որ ձեր հույսը չկտրեք, երեխեքը տղաները իրանք ննջած են, Աստծո արքայության մեջ են։ Ու դուք ասում եք ես մեր պատմիչին սրբին չլսեմ, ձեզ լսեմ։ Հիմա ասիրելի հայրենակիցներ, մեր վերաբերմունքը այս ամեն ինչին, լսեք հայը ոնց է այս ամեն ինչին վերաբերվել առաջ ու հիմա, խնդրում եմ լարեք ձեր ուղեկը, համեմատական տարեք, առաջ հայը ոնց է նայել թշնամուն, պատերազմին, կորուստին եւ հիմա ոնց է նայում։ Առաջ նահատակվելը եղել է պատիվ։
Իսկ հիմա դու լիքը փող ես տալի, որ քո մորքուր երեխուն ազատես բանակից։ Հասկանում եք, մենք փոխվել ենք, երեխեք ջան, լիքը փոխվել ենք։ Նենց չի, որ առաջ չենք ունեցել զոհեր ու նահատակներ, միշտ էլ ունեցել ենք, բայց հիմա մենք մի տեսակ ձիշովկա ենք ամեն հարցում, կներեք իհարկե։ Նմանվենք Սուրբ Մարտիրոսներին, որ 40 նահատակներ կոչվեցին, որոնք ընթանում էին միաբանությամբ եւ հաղթող եղան պատերազմում։ Չնմանվենք Թույլին եւ Վախկոտին, որ հիմա Նիկոլի մասին է խոսում, Նիկոլենց։ Չնմանվենք Թույլին եւ Վախկոտին, որ բաղանիքը կորցրին, Արցախը կորցրին, կտեղերը պակարած փոխես։ Այլ նմանվենք պսակները տեսնողներին, իմաստախող Բաղնեպանին, չգիտեմ ով է Բաղնեպանը, մեր մարտի հանդիսադրողը հողեղենների շարքին չի պատկանում։ Հոգևոր պատերազմը եւ չդրեցինք մեր հույսը մարդու վրա, Նիկոլի վրա, Էրդողանի վրա, Տրամպի վրա, Պուտինի վրա, մենք չենք դրել ոչ մի մարդու վրա մեր հույսը մահկանացու եւ երկրային։ Այլ դրեցինք հրեշտակների զորքը գլխավորողի վրա, որը Քերովբեի աթոռին է նստած։ Հասկացաք։ Նա է պատերազմը ղեկավարողը եւ հաղթանակ պարգևողը։ Այս անգամ մեզ չի պարգևե հաղթանակ։ Ինչու՞։ Ինքներդ ձեզ հարց տվեք ինչու։ Միգուցե շատ եք անիծում եւ հայհոյում եւ գողանում։ Maybe նա է պատերազմը ղեկավարողը եւ հաղթանակ պարգևողը։ Տածում ենք անկակտելի հավատ եւ հույս մեր սիրելու հանդեպ։ Նա է կրկին մեզ պարգևում թակ եւ պսակ արմավենու։ Եթե հաղթենք, կվարձատրվենք, մեզ բարի կհիշեն։ Եթե մարմնապես հաղթահարենք, մեր հոգիները լույսով կփայլեն։ Արդարների դասը կդասվենք երկնային հոր արքայության մեջ։ Անվախճան հարսնարանում, որ խոստացված է հաղթողին։ Լրիվ այս մարդը գիտակցում է, որ ինքը հոգևոր պատերազմ է եւ եթե դու նահատակվում ես հայրենիքիդ համար, դա երանություն է։ Հիմա ինձ բոլորդ կասեք բան, ուզում ես մերնեն մեր բալեքը, ոչ, կավլիցի, բայց այս մարդիկ այս տրամաբանության մեջ են եղել, երբ որ պատերազմել են, որտեվ իրան գիտակցել են, նախ հավատացյալ են եղել, իրան գիտակցել են, որ սա հոգևոր պայքար է, եւ եթե հիմա մարդու սրից մահանում են, բայց հոգու Տերը Աստված է, իսկ կարևորը հոգին է, մեր պապերը գիտակցել են, որ կարևորը հոգին է։ Ինչպես արդյոք այստեղից տարագրվենք, որը կոչվում է հայրենի հող, որը պայծառ տեսք ունի եւ աչքին վայելչություն է բերում, այլ փոխանակ անցավոր փառք վաստակելու, ժառանգենք անանցանելի բարին։ Անցավոր փառքը դա Նիկոլի խաղաղությունն է։ Իսկ հավիտյան փառքը դա նահատակվելն է երկրիդ համար, սրբություն։ Հավատքի պատերազմը, երբ որ դու դա գիտակցում ես, որ հավատքիդ համար է այս ամեն ինչ, ուրիշ ձև ես նայում։ Եվ այս քաղաքի փոխարեն, որ շինված է մարդկային ձեռքով, ունենք շինվածքը Աստծո, անձեռագործ եւ երկնային, որի շինող ճարտարապետը անսկիզբ արարչի աչն է։ Ինքը միշտ սլաքը տանում է դեպի Աստծո արքայություն։ Այո, ասма պայքարի հայրենիքիդ համար, զոհվի հայրենիքիդ համար, որովհետև դու նահատակվում ես եւ ժառանգում ես ավելին։ Այսինքն պահելով Աստծո սրբությունը դու նաև պահում ես քո տունը ստեղ եւ համել ունենում ես տուն երկնքում։ Այս ամեն ինչը այնքան գեղեցիկ ձևով իրար հետ կապված է, որ եթե մենք սա հասկանանք, մենք չենք կորցնի մեր հայրենիքը։ Մենք կպահենք արյան գնով։ Այստեղ շատ հետաքրքիր մի բան է ասում, որ մեր բարության դիմաց դու չարություն արեցիր, սրանից էլ պի սովորենք, ուշադիր լսեք, վայելչահասակ զավակներիս լապեցիր գազանի պես, 5000 վայելչահասակ զավակ, և նստեցրիր ինձ մթան մեջ, ինչպես մռայլ գերեզմանում, արդ լսիր դու փդած գերան, որ արդեն մոտ ես կործանման, քանզի ահա թուրը կտրուկ և սրած սուրն աստվածային, այն, որ խոսքն է հայրական,
երկսայր սրից առավել սուր, վզիդ վրա պսպղում են, հարբելու արյունովդ մռմռան, ինչպես բաժակը դառնահամ ինձ խմեցիր խելագարի նման, ահա նրա մրուրը վերջին կխմես դու քո անկման մեջ։ Զգում եք իր հոգեվիճակը, չներողամտություն եք նկատում։ Ուզում եմ հասկանամ դուք սրբի մոտ ինչ-որ տենց ներողամտություն եք նկատում, հա, ինչ-որ տենց խաղաղության կոչեր լսում եք։ Ինչպես բաժակը դառնահամ ինձ խմեցիր խելագարի նման, ահա նրա մրուրը վերջին կխմես դու քո անկման մեջ, Ազիզ ջան։ Դու անառիթ ելար իմ դեմ, առանց պատճառի ասմահելել ես իմ դեմ։ Սերը չարով հատուցեցիր։ Մենք իրանց սեր ենք տվել, որտեղ մենք քրիստոնյա ենք եղել, հա, երևի թե։ Եվ դու դա չարությունով հատուցեցիր։ Հիմա որ դու իրանց խաղաղություն ես տալիս, ինքը գիտի պատմություն, ինքը գիտի, որ մենք որ կարանք տանք խաղաղություն, որտեղ այսօր Նիկոլն է։ Ինքը դրան չարությամբ է մատուցելու, որտեղ 1000 տարի ինքը դրան չարությամբ է մատուցել։ Կարող է բացի բաց ինչ որ քեզ ժպտա երեսիդ, բայց հետևիցը չարությունով մատուցի։ Ընդունիր տուգանքը վրեժի, ծոցը թափվի յոտնապատիկ։ Խայտարակվես ողջ աշխարհում։ Սերունդների առաջ բոլոր։ Ովքեր տեսնեն թող վայտան քեզ, վայը վայի վրա կարդան։ Ասեն այս այրն ամբարտավան Աստծուն չարեց իրեն օգնական։ Չետարքի ձեռագիրա, չէ, հեչ նման չի մերոնց։ Այլ հույսը իր մարմնական ուժին դրեց եւ իր նանիր մեծությանը։ Այսօր Ադրբեջանը ում վրա է իր հույսը դրե, գազի եւ իր նանիր մեծությանը, չէ, իր մարմնական ուժին է, չէ դրե։ Ոնց կարաս դու իր այդ խաղաղություն կամ ինչ-որ սեր տածես կամ ես շատ գիտեմ վստահես այդ մարդուն, ինչպես։ Այս պատճառով Աստված իսպար կկործանի քեզ հավիտյան եւ կխլի արմատները քո կոչնչացնի ամբողջովին։ Սատանաներն ամեն, որ նզովվեցին սկզբից մինչև վախճանն իրենց վիշապից սկսած, որ քեզ էր նման եւ իր կորստաբեր որդիներից կվերադառնան քո գագաթին, քեզ կպատեն պարանի պես եւ սատանան դեմ հանդիպան աջ կողքիդ կկանգնի քեզ օգնելու։ Արդ լինես դու հալածական, որպես հողմից քշված փոշի, նեղված տիրոջ հրեշտակից դևի նման անհետ եղած։ Թող ճանապարհդ խավարի աչից ձախից քեզ պաշարի արագորեն գա եւ հասնի որոգայթը անսպասելի։ Խայծը, որ ես թաքցրել եմ քո ոտքերը կխորտակի։ Դու կիչնես փոսը ապականված եւ այնտեղ էլ պիտի կորչես։ Հատնի կյանքիդ ժամանակը, որի վրա հույսդ ես հիմնել, քեզ հետ ազգդել կորսվի, հագարացիք ջնջվեն։ Որդիք ձեր, որբ կանայք գերված լինեն, մուրող թափառական, հարկադրվեն տարագրության իմ տարագիրների նման։ Ձեր վաստակած ինչքը եւ գույքը օտարները առնեն հափշտակելով։ Ինչ որ ինձ հատուցելու եք չարաչար, բազմանալով թող ձեր գլխին թափվի, արդ չգտնվի թող ձեզ օգնական եւ ձեր որդիներին որևէ ողորմացող, լինեք դուք թափառական, ամբողջ ծնունդով ազգովին ջնջված, ձեր հիշատակը երկրից վերանա, մարդկանց մեջ չհիշվի։ Անմեղ գառներիս պատառոտեցիր, ով դու զանգի արյունախում։ Դու եւ քո ազգի գելերը հոտս հովիվների հետ գիշատեցիք, Իսրայելի Աստված Հիսուսը թող քեզ դարձնի անմանկաբեր։ Արևդ խփի սուր սուսերի, քանի որ անխնա դու խփել ես ինձ։ Դուք զգում եք հոգևորական մարդ է, այս մարդը, պատմաբան է, երգահան է, կաթողիկոս է, ահավոր խելացի մարդ է։ Դուք զգում եք այս մարդու տրամադրվածությունը։ Ոնց է ինքը մտածում, ինքը չի ասում, բա խաղաղություն ենք, խաղաղություն մենք ողորմա։ No! Եվ քո քաղաքը ավեր դառնա, Երիքովի նման կործանվի հիմնվեր, ինչպես Քանանի ազգերը ջնջվեցին, Հեսուի ձեռքով վերացան երկրից ավետաբեր, նույնը կանի Տեր իմ Հիսուս
քեզ տարագրելով եւ դարձնելով թափառական։ Ջղայնացել է սուրբը, ինչպես Գողիաթ փղշտացին հասակով շատ ես փքվել, քեզ դրել ես ինչ-որ բանի տեղ, քո բեղերով, Ալիև, պիղծ դևերովդ նզովվել ես եւ քեզ գեղեցիկ ես ձևացնում։ Այն որ սրտից տա չէ խոսում, վերջապես, մեկը հելա որ սրտից էդ խոսած։ Արդ Դավթից ծնված մանուկը, տերը եւ որդին խորհրդաբեր։ Կզարնի քո ճակատին հավատը երրորդության, իմ հավատը կզարնի քո ճակտին, որ ես հավատում եմ երրորդությանը։ Կխլի զենքդ, որին հուսացել ես, կբաշխի ավարը, որ խլել ես, սուսերով գլուխդ կկտրի, ինչպես որ այն տեղում տեսել ես։ Մեր Տերը, մեր հավատքը։ Ու սենց շարունակ, երեխեք ջան։ Հիմա դուք հասկացաք, թե մեր քահանաները ինչ հոգով են դաստիարակված, որ գնում են իրենց այդ դպրոցները, բանական ինստիտուտներ, որ ավարտում են այդ մարդիկ եւ սովորում են, իրենք շնորհալի են կարդում եւ լիքը նման գրականություն են կարդում, որտեղ կա եւ Աստծո ավետարանի մեկնությունները, հա, բայց սրբերը համել հայ են եղել։ Հասկանում եք, իրենք քրիստոնյա են եղել, բայց այս ամեն ինչ է, այս պայքարը, այս պատերազմները, այս մեր մորթելը, մեր արունը խմելը, մեր ուզենալ որ վերացնել, հասկացել են, որ սա հոգևոր պատերազմ է, ժողովրդին փորձել են բացատրեն, որ սա մենակ արունի ցավ չի, սա սատանայի հետ պատերազմ է, որ Աստված մեր հետ է, որ մենակ Աստծով եւ մաքուր պատվիրանները պահելով մենք կարողանանք սրանց ճակատի ջախջախենք սրանց գլուխը։ Այս մարդիկ եղել են հոգևոր մարդիկ, բայց համել զինվորներ են եղել։ Մեր հոգևոր այրերը այս հոգով են դաստիարակված, իրանց մեր պապերն են դաստիարակել։ Դրա համար այսօր մեր հոգևոր հայրերին բռնում են, ինչի, որովհետև այս հոգին, որ ունի շնորհալին, հիմա Նիկոլի տերերը չեն թողնում, որ դու ունենաս։ Հասկացար, հիմա իրանք քեզ բողոքական ձևով նվաստացնում են, ասում են Քրիստոս սերա դու պտի քո թշնամուն սիրես, երբ որ գալիս է քո գլուխը ջարդի դու պտի կզես մյուս թուշը, դեմ տասը տենց չի։ Հայը միշտ իր սրբությունները պահել է, մենք երբեք չենք կզել, մենք մեր հավատքի համար մեռել ենք, ոնց ենք մեռել, պայքարելով ենք մեռել։ Սրով ենք պայքարել։ Ճիշտ է, ինքը հոգևոր պայքար է, սատանայի եւ մաքուրի պայքարը, հա, Աստծո պայքարն է, սա հոգևոր պայքար է, բայց մենք ֆիզիկական աշխարհում ենք ապրում, մեզ մոտ դա ֆիզիկական էլ է երևում եւ հայերը քրիստոնյա են եղել եւ դրա համար էլ լիքը տուժված են եղել մեր հավատքի համար։ Եվ երբ որ աղանդավոր Հայաստանին մեր հոգևորականները այս խոսույթով են ձեր հետ խոսում, որ կարող է մի քիչ չոր թվա, հանդիմանական թվա, ձեզ համար դուք ասում եք, բայց Հիսուսը տենց չէր խոսա։ Ախպեր 1700 տարի մեր ժողովուրդը իր հոգևորականների եւ եկեղեցու հետ պայքարել է 1700 տարուց, ասենք 1700 տարիա մենք այս ձևով ենք պայքարել։ Ունեցել ենք լիքը նահատակներ ու կռվել ենք ու ճանաչել ենք թշնամուն ու իրանց վիզը կոտրել ենք, հա, ու ջախջախել ենք իրանց, որտեղ մեր արունը խմել են ու ինքը եղել է համ հոգևոր պատերազմ, համ ֆիզիկական պատերազմ։ Այսօր դու ոչ հոգևոր պատերազմն ես նորմալ տանում, ոչ է ֆիզիկական պատերազմն ես նորմալ տանում։ Այսօր դու տարել ես, բռնել ես այն մարդկանց, ովքեր հայրենիքի պաշտպաններն են, սենց ասեմ, ովքեր ունեն այս խոսույթը, որ ունի շնորհալին։ Ու դու իրան բռնել ես որպես ազգի դավաճան, լավ չեք։ Սենց ասեմ, որ դուք մեր իրավիճակը հասկանաք։ Երբ որ դու ընդունում ես քրիստոնեություն, դու դառնում ես չարի թշնամին, ավտոմատ։ Երբ որ դու քրիստոնյա ես, այդ նշանակում է, որ քո կյանքի վրա միշտ չարը հարձակվելու է, ոնց որ քեզ ցույց է տալիս հայի կյանքը։ Հայը քրիստոնեությունը ընդունել է եւ միշտ սկսել է հարվածների մեջ լինել չարի կողմից։ Թուրքի դեմքով, Ալիևի դեմքով կապ չունի, դա չարն է, հա։ Մենք դա հասկացել ենք, որ ինքը սկզբից հոգևոր պատերազմը, որտեղ քրիստոնեություն ենք ընդունել, բայց համ էլ որպեսի ֆիզիկապես մենք պահենք մեր գոյությունը, պետք է պայքարենք։ Ոնց ենք պայքարում։ Թրով։ Ուրիշ ձև չկա, իրանք ուրիշ լեզու չեն հասկանում, չես կարա դու քոչվոր ցեղին գնաս Քրիստոսի սերը պատմես։ Կարաս, եղել են դեպքեր Վարդանանքի պատերազմի ժամանակ, որ պարսիկ բանտապահը ապաշխարել է ու ինքն էլ հետը գլխատվել է մեր տղերքի հետ, այս սենց ասեմ։ Տենց դեպքեր լինում են, որ դու կարաս բերես ապաշխարության, հա, մուսուլմանին, բայց ես հիմա գլոբալ եմ խոսում։ Հետո իզուր չի, որ մեր եկեղեցուն ասում են զինվորյալ եկեղեցի, այսինքն
դու Քրիստոսի զինվորն ես, դու հոգևոր պատերազմի մեջ ես, իդեպ այդ պատերազմը առանց Քրիստոսի չես կարող անցնես։ Շատ անգամ մենք փորձում ենք առանց Քրիստոսի անցնենք պատերազմներ եւ ունեցել ենք շատ օրինակներ։ Առանց Քրիստոսի չես կարող անցնես։ Ֆիզիկական պատերազմների մասին է, որտեղ ինքը համել հոգևոր պատերազմ է։ Դրա համար դու որպես ազգ այնքան պիտի մոտ լինես Քրիստոսին, որ դու կարողանաս այս պատերազմները համ հոգևոր հաղթահարես, համ ֆիզիկական։ Դրա համար մինչև թշնամուն խաղաղություն առաջարկելը մենք մեր մեջ պետք է գտնենք խաղաղություն, մենք իրար չպիտի հայհոյենք, մենք մեր ինքնությունը պետք է գտնենք, հասկանանք մենք ով ենք եւ вообще ինչ ենք ուզում։ Ուզում ենք շարունակենք որպես ազգ, թե հոգնել ենք, էլ չենք ուզում։ Ասենք բանը պանդան ինքը էլ չի ուզում բազմանա, հոգնելա։ Չի ուզում, իրան զորով բազմացնում են, հո պանդա ենք, մենք որոշում ենք լինենք պանդա, հա։ Էսա ժողովուրդ ջան, եթե իսկական քրիստոնյա ես, եթե հայ ես, ողջ կյանքիդ ընթացքում դու լինելու ես պատերազմի մեջ չարի հետ։ Ու եթե ինչ-որ մեկը գա ու քեզ ասի, որ սատանան խաղաղվել է, վсё, էլ չի ուզում քո այդ պատերազմի, իրան չհավատաս։ Որովհետև ասма սատանան առյուծի նման ման է գալի, որ գա հոշոտի։ Ում միջոցով է քեզ հոշոտելու, թուրքերի, թշնամու։ Մի հավատացեք այդ սուտի խաղաղությանը։ Եթե դու քրիստոնյա ես, սենց ասեմ, քո միակ խաղաղությունը Քրիստոսով է։ Դու ֆիզիկական խաղաղություններ չես ունենալու։ Դու կարող ես ունենաս պիրյուդներ, կամ դու երազում ես, կամ դրա անունը դրել ես խաղաղություն, բայց այդ տենց չի։ Եթե դու քրիստոնյա ես, դու խաղաղ չես ապրելու, սենց ասեմ։ Ու կապ չունի, որ ես իմ Ամերիկայում եմ ապրում։ Եթե քրիստոնյա ես, դու խաղաղ չես ապրում։ Դու միշտ հարցակումների տակ ես։ Ես ուզում եմ հասկանամ դուք հարցակումներից եք հոգնել։ Ուրեմն հավատքը տա թուլացել, եթե դու այս հարցակումներից հոգնել ես։ Այո, գալիս է պահ, որ դու հոգնում ես խնդիրներից ու գնում ես հանգստանալու, հա, չգիտեմ, ինչ որ ծովափ ես գնում, բայց հետո ուժերդ հավաքած հետ ես գալիս։ Բայց կա ժամանակ, որ դու իրավունք չունես հանգստանաս։ Այսօր մեր իշխանությունը քեզ համոզում է, որ դու հոգնել ես, ու դու պիտի հանգստանաս մի քիչ։ Մի հավատացեք իրանց։ Իդեպ էդի իրանց ասածը չէ, դի թշնամին է իրանց։ Միգուցե նույնիսկ իրանք չեն էլ հասկանում, որ թշնամին իրանց տանում է դեպի կործանում։ Շատ խորագետ է թշնամին, ինքը գիտի ոնց անի, սա հաշվարկած է։ Մի հավատացեք, սա հասարակ պատերազմ է, չարի եւ բարու։ Եթե դու քրիստոնյա ես, դու միշտ պայքարի մեջ ես լինելու, որպես հայ, որպես հոգևոր մարդ։ Միշտ։ Այս պայքարը միշտ շարունակվելու է մինչև կյանքիդ վերջ։ Դու պիտի պատրաստ լինես սրան, դու իրավունք չունես հանգստանաս, թե որպես քրիստոնյա, թե որպես հայ, սենց ասեմ։ Սովետի 70 տարին ինքը կեղծ հանգիստ էր։ Գիտեմ շատերից սիրում եք այդ ընթացքը, եղել է շատ անդարդ կյանքով եք չի ապրել, բայց տեսակ, որ ինքը երկար չտևեց։ Ինքը տևեց մի մարդու կյանքի չափ, մի 70 տարի, ովքեր ապրեցին այդ ընթացքում։ Բայց ինչ եղավ մեր հետ։ Հայը կորցրեց իր ինքնությունը, ինչ որ գողական պանյատներ եկան, որ գողանալը նորմալ է, հա։ Եվ ճիշտ է, այդ պանյատների մեջ կային լավ բաներ, որ մեծերին պիտի հարգես, եւ չգիտեմ, որ որոշ լավ բաներ եղել են, բայց ինքը օբշի մեղքի վրա կառուցվել։ Մի բանը, որ գողական է, արդեն Աստված ասում է մի գողացի, չէ՞։ Այսինքն այդ 70 տարվա ընթացքում թվացյալ, որ մենք հանգիստ էինք ապրում, հայը հանգստանում էր, մենք կորցրեցինք լրիվ մեր ինքնությունը։ Մենք կտրվեցինք, մեր պատմությունը լիքը փոխեցին, մեզ սարքեցին ինչ որ մի հատ գող տաքսիստ ոսկե ատամներով, բայց մենք այդ չենք եղել, երբ որ կարդում ես Շնորհալուն։ Դրա համար թող այս ամեն ինչը, այս մեր անցած ճանապարհը, հիմիկվա իշխանությունը, նախկին իշխանությունները, այս ամեն ինչը քեզ բերի մի հատ հանգույցալուծում տա, որ դու հասկանաս, որ դու պիտի վերադառնաս քո ինքնությանը, իսկ դու ոնց ես վերադառնում քո ինքնությանը, դու գնում ես առաքելական եկեղեցի, միակ ճանապարհն է։ Դու գնում ես առաքելական եկեղեցի, թողնում ես բոլոր բամբասանքները, որ կարող է մարդիկ քեզ ասեն, որպեսզի քեզ հետ պահեն, որ դու խառնվես, դառնաս այդ հրաշալի ընտանիքի անդամը։ Գտնում ես քո սրտին հարազատ քահանայի եւ խնդրում ես, որպեսզի այդ հոգեվորականը քեզ կրթի։ Լինի քո հոգևոր հայրը, քո ուսուցիչը, գրականություն ես վերցնում եւ ինքդ առանց Նիկոլի առավոտվա սրտիկների ծանոթանում ես քո ինքնության հետ։ Իրանց է կարած լսես, բայց հետո կարաս իրանց հակաճառես, ասես դու սխալ ես, ապեր։ Այսքանը այսօր, սիրելի սրտիկներ, գնացի։ Ես ուզում եմ, որ նորից հայրենասիրությունը մեր մեջ ծնվի, որ ես չամաչեմ հայրենասիրական երգեր երգեմ։ Ես այսօր որ հայրենասիրական երգեր եմ երգում, եմ որ ոչ մեկին ոչինչ չի ասում։ Այսօր մարդկանց այդ երգերը սիրտը չի
շարժում, չի կպնում սրտին։ Իսկ այդ շատ ցավալի է։ Չնայած ես էլ որ լսում եմ հայրենասիրական երգեր, ես ամոթ եմ ապրում, բայց ես ուզում եմ, որ նորից մենք սիրենք հայրենասիրական երգերը, որովհետև մենք մեր հայրենիքը սիրում ենք, ազգագրական եւ հայրենասիրական երգեր, եւ մենք ուզում ենք պաշտպանենք մեր հայրենիքը, ամեն մեկս մեր ձևով, կապ չունի ես գլենդելում նստած ասենք աղջիկ ոնց եմ պայքարում, դուք էլ ձեր ձևով պայքարեք, երեխեք ջան։ Բայց կարևորը լինենք մի մտքով, միաբան եւ ուղղորդված լինենք մեր սրբերի, մեր հայրերի կողմից։ Չլսենք օտար ազգերի քարոզչությունը, որը մեզ տանում է դեպի կործանում։ Մենք ունենք մեր սեփական խելքը։ Թող մեզ ամերիկացին եւ ռուսը չսովորացնի մենք ոնց պաշտպանենք մեր հողը, որտեվ ամերիկացին ու ռուսը չկար, երբ որ մենք 1000 տարի առաջ ունեինք շնորհալի եւ պաշտպանում էինք մեր հողը, մեր ձևերով։ Սենց ասեմ։ Գնացի սրտիկներ ջան, հուսամ չձանձրացրի ես ձեզ։ Եկեք սիրենք իրար, եկեք հարգենք, եկեք ունենանք կարծիք, եթե դու ունես կարծիք, ունես արգումենտ, ես պահում եմ քո կոմենտը, եթե դու ուղղակի եկել ես ինձ հայհոյես, ես միանգամից ջնջում եմ ձեզ երեխեք ջան։ Ֆեյքերը շատ են, չպրծան այդ ֆեյքերը, ինձ դենց հետարքիր արդեն 4 տարիա ձեզ բլոկում եմ։ Անverջ եք դուք։ Բայց դե դուք էլ եք մերը, միգուցե չգիտեմ։ Միգուցե վատ կոմենտ գրելով լսեք, կպնի ձեր սրտին մի բան, I don't know։ Սիրում եմ ձեզ շատ, համբուրում եմ, գրկում եմ, լավ մնացեք, հաջողություն։